2008 թվականին, երբ Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հռչակվեց գիրք նվիրելու օր, ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ տոնը սիրելի կդառնա ու տարեցտարի կնշվի մեծ ոգևորությամբ։ Այսօր արդեն սպասված տոնին ավանդույթ է դարձել մեկ-մեկու գիրք նվիրելու ու ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները ևս մեկ անգամ վերհիշելու։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Գյուրեխյանն իրեն հոգեհարազատ մտքեր է մեջբերում Թումանյանից։ Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, ովքեր խոսել են ու խոսում են ժողովրդի անունից, եւ գրականության, եւ պատմության, եւ գիտության, միմիայն մարդկանց աչքերին թոս փչելու համար, կուրացնելու ու իրենց հետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար։ Եվ հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճոխությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան, եւ չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ։ Եվ ամենավերջում ուզում եմ Թումանյանի առաջարկ բանաձևը ներկայացնել։ Նա առաջարկում էր առաջնորդվել կառավարման կարևոր սկզբունքով՝ ճիշտ մարդը ճիշտ տեղում։ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության անդամների, գրողների, մտավորականների, դասախոսների հետ հյուրընկալվել էին Լոռու մարզային գրադարանում ու իրենց հետ գրքեր բերել գրադարանի պահոցը հարստացնելու։ Ինչ էր ասում եւ ինչ էր մեզ պատգամում մեծ գրողը, արևի նման նայեք աշխարհին։ Սա արդեն փիլիսոփայություն է դարձել եւ ինչ խորհուրդ էր դնում այս նախադասության մեջ, երբ որ ասում էր արևի նման եք նայում աշխարհին, ձեր հոգիները խաղաղում են, ձեր հոգիները լույս են փնտրում, իսկ լույսի հետքով գնացող ժողովուրդը, ազգը անպայման ինքը հասնելու է իր երազած հաղթանակներին։ Արցախյան պատերազմի օրերին միության Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հավաքագրվում են անմահացած զինվորների ստեղծագործություններն ու դրանք իմի բերելով ամփոփվում հնչող ձայներ գրքում։ Գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում զոհված 10 տղաների եւ Արցախյան առաջին ազատամարտում զոհված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները։ Շատ մեզ համար հուզիչ էր այս աշխատանքը տանելը, որտեղ մենք գործ ունեցանք մեր հերոս տղաների, ծնողների հետ, ովքեր անշուշտ որևէ բանով չեն մխիթարվում, բայց սա փոքրիկ մի տուրք էր իրենց որդիների համար եւ իրենք շնորհակալությամբ ընդունեցին մեր այս ծրագիրը եւ երբ որ շնորհանդեսը արեցինք, որքան էլ տարօրինակ էր, ծնողները իհարկե հուզումները ապրում էին նույն հուզումները, բայց իրենց շնորհակալությունը ծաղիկներով, շնորհակալական խոսքերով երբ հայտնեցին, շատ հուզիչ էր։ Ես հասկացա, որ մենք ինչքան տուրք ունենք տալու մեր հերոս տղաներին։ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության անդամները ամենայն հայոց կաթողիկոս Ղրիմյան հայրիկի մասին եւս գիրք են հրատարակել։ Շնորհանդեսը ճիշտ է դեռևս չեն արել, բայց Վանաձորյան ընթերցողների համար նվեր են բերել։ Բացի Լոռու մարզային գրադարանից միության անդամները գրքեր նվիրեցին նաեւ բոլոր ներկաներին։ Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, Երկիրն այսօր, Լոռի։